Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ։ Պարոն Մեհրաբյան, հասկանանք թե ինչ է կատարվում ընդհանուր առմամբ եկեղեցու շուրջ, գիտեք, եպիսկոպոսների հայտնի հայտարարությունը երեք եղավ, որ այսօր ժամը 5-ին հավատացյալ հոտին հրավիրում են այնտեղ, որպեսզի այդ օրակարգը կյանքի կոչեն, այն է կաթողիկոսը պիտի գնա հանգստի, մայրաթորից լսում ենք լրիվ այլ հայտարարություններ, որ պետք չէ գնալ սադրանքների կամ տրվել սադրանքներին, ինչ որ վտանգների մասին են տողատակում զգուշացնում, նախ հասկանանք սա ինչ է նաև նշանակում եւ ամենակարևորը հայտնի շրջանակները խորհրդարանական ընդդիմությունը, որոշ արտախորհրդարանական ուժեր մեր ձևով դաշնակցություն, Լևոն Քոչարյան, որոնք մինչ այս հորդորում էին իշխանություններին չխառնվել եկեղեցու ներքին գործերին, հիմա հայտարարում են, որ այնտեղ են լինելու ի աջակցություն եկեղեցու, կարծես թե չհասկանալով, որ սա ներեկեղեցական հարց է եւ հարցը հենց պիտի լուծում ստանա եկեղեցու ներսում։ Ընդհանուր առմամբ ինչ է կատարվում եւ ինչ զարգացումների սպասել։ Նախ այս ամեն ինչը նորից վերհիշենք, սկսվեց նրանից, երբ եկեղեցու վերնախավի մի սեգմենտ կաթողիկոսի գլխավորությամբ սկսեց խառնվել միջկուսակցական ինչ-որ պրոցեսների, դիրքավորվելով ոչ թե ընդդեմ կառավարության, այլ ընդդեմ պետության։ Հետո ի հայտ եկավ, որ դա արվում էր նաև հետապնդելով այլ պետության շահեր։ Սա ֆիքսենք։ Արձանագրենք որպես փաստ։ Որից հետո սկսվեցին հայտնի պրոցեսներ, աղմուկ, սկանդալ եւ այլն։ Քերակին, հա, պատկերավոր։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Այո, եկեղեցու ներսում առաջացավ մի շարժում 10 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ այդ շարժումը ըստ էության ստեղծեցին եւ գլխավորեցին շարժում ուղղված նրան, որ եկեղեցում բարենորոգումներ սկսվեն։ Որովհետեւ մենք այս 25 տարվա մեջ ոչ միայն մեր եկեղեցին շեղվել է իր առաքելությունից, այլև հետ է մնացել գլոբալ, տարածաշրջանային, ներպետական շատ ու շատ պրոցեսներից։ Հետևաբար այս ամեն հա, ինչով էր զբաղված եղել։ Դե ինչով։ Բիզնեսով, այսպես ասենք, ավելի շատ փող աշխատելով, բայց ամեն ինչով բացի իր առաքելությունից։ Այս ամբողջ process-ը բարենորոգման սկսելու համար առաջին քայլը դա կաթողիկոս Գարեգինի հանգստի գնալն է։ Հիմա այսօր որ ասում եք ինչ է կատարվում, ի վերջո կան ներեկեղեցական ֆորմատներ, որոնց շրջանակներում էլ հենց այդ հարցերը կարող են լուծվել, այդ բարենորոգիչ եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, այդ ֆորմատներում նախաձեռնությամբ են հանդես եկել եւ նաեւ հետևորդներին էլ կոչ արել, ասենք գալ վաղարշապատ, Սուրբ Էջմիածին եւ սատարել իրենց այդ նախաձեռնության մեջ։ Հիմա ինչ վերաբերվում է սադրանքներին եւ այլն։ Պարզա չէ որ գրոհի չեն հրավիրում, ոչ էլ կռիվանելու են հրավիրում, ոչ մի բան է։ Բայց ով որ այնտեղ ձեռներին ու ոտներին ազատություն կտա կամ էլ ասենք այլ սադրիչ գործողություններ այնտեղ կատարի, մենք ինչ եմ արենք հարկեր վճարում, որից ֆինանսավորվում է նաև մեր ոստիկանությունը։ Հենց այն նման բաներ թույլ չտալու համար, վերջ։ Ներքին գործերի նախարարությունից ի դեպ արդեն հայտարարություն եղել է, որ պետք է զերծ մնան։ Պետք է զերծ մնան, նաև եղել է հայտարարություն, որ այսօր պետությունը ունի կարողություններ ցանկացած նման վարք դրսևորող սուբյեկտի չեզոքացնել եւ մեկուսացնել հասարակությունից։ Իսկ քաղաքական այս շրջանակների նույն դաշնակցություն մեր ձևով, ինչպես արդեն նշեցի Լևոն Քոչարյան, անհատներ եւ այս ուժերը, որոնք առավոտից հայտարարում են, որ այնտեղ են լինելու ի աջակցություն եկեղեցու։ Ինչու են այս process-ի մեջ մտել։ Միգուցե իրենք ավելի հավատացյալ են, ում են պաշտպանում, ինչից են պաշտպանում, մայրաթորում։ Ամբողջ խնդիրը հետեւյալն է, մենք մեր խոսակցությունը սկսեցինք հենց նրանով, որ այս process-ը սկսվեց, երբ
կաթողիկոսը իր մերձավոր շրջապատի հետ սկսեցին խառնվել միջկուսակցական ինչ-որ պրոցեսների մեջ։ Սա շարունակությունն է այդ միջկուսակցական պրոցեսների, որի մեջ խառնվել էր եւ շարունակում է խառնված մնալ կաթողիկոսը։ Այդ դրա համար նա պետք է հեռանա, այդ թվում միայն ոչ միայն դրա համար, բայց այդ թվում նաև դրա համար եւ այո, նրա կողմնակիցները, ովքեր նրան օգտագործել են այդ նպատակները, ուզում են որ նա չհեռանա։ Ինչու՞, ինչ է դա տալու։ Ինչու՞, դե որովհետեւ իրանց համար քաղաքական ակտիվի դեր է կատարում։ Վերջին լծակն է դա։ Դե վերջին չէ, վերջինը չի, բայց շատ կարևոր լծակ է։ Շատ կարևոր լծակ է։ Շատ կարևոր լծակ է նաև հաշվի առնելով այն համատեքստը, որտեղ այդ լծակը շատ որոշակի ֆունկցիա է կատարում եւ դեռ պետք է կատարեր ըստ հաշվարկների, բայց պետք է թույլ չտրվի, որ նա կատարի։ Իսկ այդ համատեքստն էլ հայտնի է, դա Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմն է, որտեղ Հայաստանի ներսում ռուսական պրոքսիների շարքում կարևորագույն դերերից մեկը այո տրված է կաթողիկոսին, իր մերձավոր շրջապատին, իր եղբորը Ռուսաստանում եւ այլն։ Պարոն Մերաբյան, քիչ են խոսակցությունները առավոտից նաև Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը այդ մասին խոսեց, որ կան խոսակցություններ եւ նման նաև սցենար է պատրաստվում, որ կաթողիկոսը կարող է տեղափոխվել ընդհուպ Ռուսաստան եւ Ռուսաստանից իրականացնել կաթողիկոսություն։ Եզրաս Ներսիսյանը այդ առումով արդեն ժողով է հրավիրել։ Հիմա այս խոսակցությունները ավելի շատ զգուշացում են, թե սպառնալիք տողատակում, որ եթե շատ ճնշեք կաթողիկոսը ընդհուպ կարող է կաթողիկոսարանը տեղափոխել եւ կամ մեկ այլ երկրից իրականացնել։ Ռուսաստանը կարող է հետ կանչել իր ագենտին եւ Հայաստանին էլ ու հայ առաքելական եկեղեցուն էլ վերջին վնասը տալու համար նոր Նախիջևանի եւ համայն Ռուսիո թեմը ուղղակի պոկել հայ առաքելական եկեղեցուց դնելով իր վերահսկողության տակ։ Այո, կարող է դա տեղի ունենալ։ Այսինքն Անտիլիասին կարող է ավելանալ եւս մեկ ավելի վատ բան։ Այստեղ նույնիսկ նրանք կարող են դավանաբանական այսպես խզում առաջացնել։ Չկա որևէ ստորություն, որին ընդունակ չի Ռուսաստանը։ Այո, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի շրջանակներում է սա արվում մանավանդ, եթե նրանք գնան նման քայլի, այնտեղ ունեն պատանդ մոտ 1 միլիոն հայություն առնվազն։ Քանի որ քանիցս խոսեցիք հիբրիդային պատերազմից, պարոն Մերհապյան, տեսեք, Կալասը օրերս հայտարարեց այն մասին, որ ընտրություններից առաջ Եվրամիությունը պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանին, նաև այն տրամաբանության մեջ, որ Հայաստանը կարողանա դիմագրավել հիբրիդային հարվածներին եւ պատերազմին, բայց դա որոշակի շրջանակի, ելի այն շրջանակին, որն այսօր պատրաստվում է պաշտպանել, այսպես ասած, փրկել եկեղեցին, ճակերտավոր ասած, այդ շրջանակին ջղաձգեց նույն խորհրդարանական ընդդիմությունը, ասում է դրսից տղա են բերում մեր վրա, խառնվում են մեր քաղաքական հարցերին, հիմա դուք եք ընդդիմություն, ինչու ձեզ այդ հանգամանքը չի ջղաձգում, իսկ նրանք ասում են սա ընդդիմության դեմ է արվում։ Դուք ինձ վիրավորում եք, երբ ինձ ասում եք դուք եք ընդդիմություն, նրանց հետ դնելով նույն շարքում։ Դա ինձ համար վիրավորական է մի պարզ պատճառով, այո, որովհետև ես ընդդիմություն եմ եւ երկրորդը նրանք ընդդիմություն չեն։ Ինչ են։ Սա տարբերությունը։ Ինչ են նրանք։ 5-րդ շարասյուն եւ 6-րդ պալատ։ Ահա թե ովքեր են նրանք։ Ես քանի անգամ ձեր գոնե ձեր տաղավարում եւս եւ ոչ միայն ձեր տաղավարում դրա մասին ասել եմ։ Ինչով է դա դրսևորում, այ հենց դրանով, հասկացաք։ Երկրորդը, ինչու է 7.5 տարի անց Հայաստանում թավշյա ժողովրդավարական, հակակրիմինալ, հակակոռուպցիոն հեղափոխությունից հետո նոր պրոբլեմը սկսում համարվել պրոբլեմ։ Այս հարցը, որին պատասխան պետք է տրվի։ Բա մինչև այդ բան էր, ձեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ էին, ռուսաստանցի գործընկեր էին։ Բա ոնց թե։ Բայց ոնց դարձավ հիբրիդային վտանգ։ Այդքան որ ասում ենք ինչ համար ենք ասում։ Այսօրվա համար ենք ասում։ Բայց ինչու այսօրվա։ Սա շատ ուշացած որոշում է։ Բայց Ընդ որում էլի ես
դեռ փաստ չեմ համարում, որ կա անցալումը մինչև վերջ թե մենք ինչ հատուկ վտանգավոր ինֆեկցիայի հետ գործ ունենք։ Եվ այնպես ինչպես ինֆեկցիայի դեպքում է հատուկ վտանգավոր, հա, ինչ պետք է արվի։ Կարանտին, համալիր բուժում եւ սանիտարահիգիենիկ միջոցառումներ, հա։ Պատկերավոր ասած, այս տրամաբանության մեջ պետք է աշխատել։ Հնարավոր չի, ասենք, դնել հակաբիոտիկներ տալ, հակաբորբոքային բուժել եւ այլ, բայց կողքը լինի խոզանոց։ Հասկանում եք։ Խոզանոց։ Բայց Երբ որ Հայաստանում տեղի ունենում հայկական եւ լեհական թիմի ֆուտբոլային խաղ, Ռուսաստանից գալիս է մի բանդա եւ հարձակվում լեհ երկաթպագուների վրա։ Հասկանում եք։ Այսա է խոզանոցը։ բավարարչափ Մեր ներքին գործերի հիմա էլ ասում ենք մենք ենք մեր անցակետերը եւ այլ եւ այլ։ Սենց եք վերահսկում։ Մեկ երկրորդը եթե հանցագործները գալիս են Ռուսաստանից, նրանք հանցագործ չեն, նրանք տուրիստ են, հա, փաստորեն։ Հա, որովհետեւ դուք Ռուսաստանից տուրիզմ եք զարգացնում։ Դե բաց կանեք։ Դե բարյախորժակ։ Էլ եվրոպացիները ձեզ ինչ է սովորացնում։ Ես եվրոպացի Եվրամիությունից չեմ։ Ես ոչ փող եմ ուզում, ոչ էլ փող եմ տալի։ Պարզ բան եմ ասում։ Ինչը ինչից հետո է։ Մենք շուրջ բոլորը պետք է մաքրենք այդ ամեն ինչից։ Այսօր հիբրիդային պատերազմը վարող պետությունը այն վարելու համար Հայաստանում ունի շատ հստակ ենթակառուցվածք։ Հիմա սա մաքրելու Սա պետք է ապամոնտաժվի, ով պետք է, Եվրամիությունը պետք է գա մեր փոխարեն անի, ոչ։ Եվրամիությունը կարող գա անելու ձևերը սովորեցնի, որ անենք մենք, բայց մենք խնդիր ենք դնում մեր առաջ, ես չգիտեմ։ Մենք համարում ենք, հա, բալանսավորված, հա, մի քիչ անենք, մի քիչ չանենք, համ անենք, համ չանենք։ Եվ այլն, եւ այդպես շարունակ, դա չի լինի։ Բայց այն, որ Հայաստանը ամեն դեպքում Եվրամիությունից օգնություն է խնդրել եւ ստանում է այդ օգնությունը, դա չի խոսում նաեւ նրա մասին, որ գնում է այդ ճանապարհով։ Եթե մենք հիվանդանում ենք, գնում ենք բժշկի մոտ, առնվազն մենք հասկանում ենք, չէ՞, որ հիվանդությունը լավ բան չի եւ կենսական անհրաժեշտություն է բուժվելը։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Մայ թե բժիշկն ասում է, այս դեղերը կխմեք, սա կսրսկվեք։ Կուտեք այսպիսի դիետայով, այս բաները չուտեք։ Մենք ասում ենք, լավ, մերը բալանսավորված է, քանի որ համ էլ կուտենք, առավոտն էլ, քանի որ պապս օրը 50 գրամ օղի էր խմում, այդ էլ հետևից կխմեմ, ինչ ա եղել որ։ Այդ որ հակացուցված է այդ դեղերին էլ, դե ջահանդամ է։ Այս տրամաբանությունն է։ Այսինքն չեք ակնկալում, որ գործնականում դա տեղի է ունենալու եւ կամ տեսնելու։ Ես Հիմա ոչ թե- մի կողմից էլի եմ ասում, տեսեք, խորհրդարանական ընդդիմությունն ասում է մեզ ուզում են չեզոքացնեն եւ Բա ինչ պետք է անեն։ Այո, պետք է ուղիղ տեքստով ասվի, այո, այդ օգնությունը նրա համար է, որ դուք դադարեք զբաղվել քաղաքականությամբ, ձեզ դուրս շպրտեն քաղաքականությունից, որտեվ քանի դուք քաղաքականության մեջ եք, այս պետությունը պետություն չի դառնալու։ Չի դառնալու։ Դուք պետական համակարգի համար թույն եք, ոնց բացատրեմ ձեզ, ուռուցք, չարորակ։ Այո, այս ամենը ուղղված է նրան, որ դուք չլինեք։ Գնացեք ապրեք ձեր մասնավոր կյանքում, այս երկիրը այո ձերն էլ է։ Ռուսաստանից ենք մտահոգություններ լսում, մասնավորապես, որ Հայաստանում ռուսական բիզնեսը եւ կապիտալը ներդրումներ չեն անում, որովհետեւ մտահոգված են, նույն Սամվել Կարապետյանի օրինակը շատ այսպես հուզված են իրենք։ Դե մենք էլ ինչ պետք է անենք, իրենց այդ ասելուց հետո պետք է ասենք վայ չկտրես, աղա աղվես, հա։ Դե մենք շատ ուրախ ենք, որ ռուսական բիզնեսն այլևս ստեղ չի գալու, եղածն էլ պետք է կորի գնա այստեղից։ Ինչի համար, որովհետև Հայաստանի բիզնես միջավայրը ռուսական բիզնեսի այս անհամաչափ ներկայությունից այո վատն է։ Եվ ռուսական բիզնեսի այստեղից գնալուց այո կլավանա։ Գաղտնիքավը ինչա ռուսական բիզնեսը։
Ռուսական բիզնես ասվածը շատ հարաբերական բան է։ Ռուսական բիզնեսը բիզնես չէ։ Դա լեգալիզացված թալան է, կողոպուտ, մինչև վերջ են քամում են այդ եղած չեղածը շպրտում դուրս։ Սա է ռուսական բիզնեսը։ Մի քոր կոպեկ չեն ծախսի դրա վրա։ Տանենք լափեն մինչև տակ։ Այո, նայեք ցանկացած ռուսական բիզնես ինչով է զբաղված։ Ռուսաստանի հետ գոյակցելու ձևերը հայտնի են վաղուց։ Դա Վոլտերի 3 սկզբունքներն են եւ 4-րդը, որը սովետական դիսիդենտներն են տվել, հա։ Առաջինը՝ մի հավատա, մի վախեցիր եւ մի խնդրիր, եւ 4-րդն էլ մի համագործակցիր։ Ահա այս սկզբունքներն են, որը թույլ կտան, որ մենք հիգիենան մեր ներսում ապահովենք եւ մեզ վրա հիբրիդային հարձակումները դարձնենք մաքսիմալ անմատչելի։ Ձրի խորհուրդ։ Գնացեք արեք։ Սենց չի կարելի։ Մենակ հիբրիդային պատերազմ, ախր մի երկու սենց ինչ էիք ասում, կրթությունն ինչ էր։ Նորաձև էր։ Այդ նորաձևության շրջանակներում մի բան ասենք, ինչն է հիբրիդային պատերազմը։ Հիբրիդային պատերազմը դա պատերազմ է։ Պատերազմ վարում են թշնամիները։ Երազանցապես ոչ ռազմական եղանակներով։ Օգտագործելով դրա համար այլ գործիքակազմ, որոնք են դրանք, թվարկենք, դրանք 7-ն են։ Առաջինը դա տեղեկատվական, ապա տեղեկատվական, հա, այդ Սալավյով, Մարգո, չգիտեմ, ստեղի են խառախուռա, այսպես կոչված մամուլը, որը դարձել է ձեր սիրելի կառավարության թիվ 1 օպոնենտը եւ չանայածեցում երես առերես պարլամենտներում եւ բանում կառավարության ժամանակ ձեր օպոնենտն ամոթ ինչ է կառավարության։ Այո, ձեր սիրելի կառավարության տարական հարց չեք կարողանում լուծել, վարքականոն մտցրեք, որ վարքականոնից դուրս է գալիս, դուրս շպրտեք այդտեղից, ակրեդիտացիայից էլ զրկելով։ Դա նայեք ժողովրդավարական երկրները մեկը իրան տենց է պահում, ինչա տեղում տեղի ունենում, չէ՞։ Անվտանգությունը թղթովականից բռնած հանում շպրտում է դուրս, որ մատերը չկեղտոտվի։ Էսա ձևը։ Ձևը սա է։ Ոչ թե կանգնի ասենք, չգիտեմ, ազգային ժողովի նախագահը բանավեճի մեջ մտնի ինչ-որ մի թափթփուկի հետ։ Երկրորդը դա ուրեմն տնտեսական եւ կոռուպցիոն մեխանիզմներ են, նաեւ լոբիստական, հա, որ մտնում են դրա մեջ։ Դե մենք տեսնում ենք, դրանք ինչ են, կեղտոտ փողեր, այսպես կոչված բիզնեսներ, հա։ Այս ամենը կիրառվում է, իհարկե կիրառվում։ Երրորդը ենթակառուցվածքային եւ էներգետիկ։ Կիրառվում, այո, այդ լարս, որ երգում ենք ամեն սեզոնին, ամեն բանի համար, բա ինչի համար է այս ամեն ինչ տալու։ Այո, դրա համար։ Էներգետիկն էլ հետը, այո, մի սխալ բան եւ ասում են գազի գինք փոխվի, էս կփոխվի եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք, որ այո, այս տարածաշրջանում օգոստոսի 8-ի փոփոխություններից հետո մենք տեսնում ենք, որ հնարավորություններ են բացվել, մենք այդ շանտաժի տակից դուրս գանք։ Չէ, դա երրորդը։ Չորրորդը դա հետախուզադիվերսիոն գործունեություն։ Մեր մոտ կա ռուսական ուժային ներկայություն, այդ ուժային ներկայությունը ունի հետախուզական ապահովում, հասկանում եք։ Հիմա ՀԿ-ն ասում է պետք է երկրորդ ռազմաբազան բերել։ Բա ինչի համար է ասում։ Նոր պայմանագիր Չէ, կնքել։ ինչի համար է ասում։ Իսկ ինչի համար է ասում, պարոն Մերհապյան։ Որովհետև դա իրենց պետք է ապահովի։ Այսինքն մեզ Թուրքիայից չպետք է։ Մոռացեք լավ, հիմա
ամոթալ, դա սպանել մի բանարեք էլի։ Այդ դա իրանց համար է, այո։ Մենք տեսնում ենք Շիրակի թեմում այդ վիճակը որտեղից էր, ովքեր էին այդ մեջտեղ ընկածները, չէ, նզովող են թերմացքը որտեղից էր, ռուսական ռազմաբազայում գցած է ամբողջ օրը, գնում գալիս գործեր են անում, բան են անում, հա, բայց չի մասին է խոսքը։ Այստեղից հետևությունը մեկն է, պարոն Մեհրաբյան, որ եկեղեցու նորոգումը այլընտրանք չունի եւ նաեւ կաթողիկոսի։ Հա, բայց այդ ամենը կրկնում եմ համալիր է, ախր տենց ֆրագմենտար լուծումներ չի լինում։ Հաջորդը որն է դրանցից։ Հաջորդը դրանցից ուրեմն որը թվեցինք, տեղեկատվական, ապա տեղեկատվական, տնտեսական եւ կոռուպցիոն, չէ՞։ Երրորդը ենթակառուցվածքային եւ էներգետիկ, չորրորդը հետախուզադիվերսիոն, հինգերորդը սահմանափակ ռազմական գործողություններ, որ այնուամենայնիվ կարող է լինել եւ այդ դերում միշտ դերը վերապահված է եղել Ադրբեջանի զինված ուժերին։ Հիմա էդ էլ է դուրս եկել։ Հասկանում եք։ Այս տեսեք քանի բաներ կան։ Եվ քաղաքական դիվանագիտական։ Այդ Մարիա Զախարովաներ, Լավրովներ, այդ 4-րդ դեպարտամենտի այդ Սակավամիտը, որ ելույթեր ունենում։ Այդ ամենը քաղաքական դիվանագիտական դա դիսկուրսիվ ճնշման մեխանիզմն է, չէ՞։ Բայց սրանք բոլորը գործում են սինխրոն, զուգահեռ։ Եվ 7-րդը, որ ստեղ չի կիրառվում, դա բանն այդ զանգվածային ոչնչացման զենքի սահմանափակ կիրառման սպառնալիքը։ Դա Ուկրաինայի դեպքում է կիրառվում։ Հիբրիդային պատերազմի այդ կոմպոնենտը այս կողմում դա չի կիրառվում, բայց էլի գոյություն ունի։ Այդ 7 կոմպոնենտն են, որոնք գործում են այնպես ինչպես սիմֆոնիկ նվագախումբը։ Ամեն մեկն իր պարտիտուրան ունի, մեկը շեփորա փչում, մյուսն առաջի ջութակ, երկրորդ ջութակ, թավ ջութակ, մեկը բաներից է խփում, չէ՞, թմբուկներն է խփում, բայց բոլորը նայում են դիրիժորի փայտիկին։ Դիրիժորը Լուբենկայում կամ Կրեմլի ապարատում նստած ձերքը թափա տալիս թե ինչ ռիթմով այդ ամենը պետք է նվագի։ Որտեղ ֆորտե, որտեղ պիանո, ըստ տակտերի։ Ու այդ ամենը գնում է, ես իհարկե մի քիչ շատ եմ գեղեցկացնում, ընդ որում չվաստակած ձևով, ուղղակի նկարագրելու համար այդ process-ը ոնց է, այդ ամենը միավորված է մեկ նպատակադրման եւ մտահղացման ներքո։ Այս ամենը սենց է աշխատում։ Ինչպես նայեցինք նորից, այդ 7 կոմպոնենտներից մենակ մեկն է տեղեկատվական, ապա տեղեկատվական կոմպոնենտն է, որ կազմում է հիբրիդային պատերազմի ընդհանրապես մի մասը, բայց ոչ միակը։ Հիմա այս ամենը երկրի ներսում պետք է ունենա իր ենթակառուցվածքը։ Դա պետք է մաքրվի, երբ նույն կայակալլասն ասում է, որ Հայաստանը կանգնած է այն վտանգների առաջ, ինչպես կանգնած էր Մոլդովան, ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ դրա դիմագրավելու ձևերը պետք է լինեն նույնպես այնպես ինչպես Մոլդովայում։ Բայց այդ համագործակցությունը նաև կա, պարոն Մեհրաբյան։ Կա այդ համագործակցությունը, դա շատ լավ է որ կա, բայց ես էլ եմ ասում Հայաստանի ներսում այդ ենթակառուցվածքը պետք է շտապ կարգով ապամոնտաժվի։ Ռուսկի դոմեր, Ռոսատրудничество, չգիտեմ, ռուսկի язык եւ այլն։ Այդ ամենը ինչի համար է։ Դրանք հավաքագրման ենթակառուցվածքը։ Նաեւ կեղտոտ փողեր։ Կեղտոտ փողերի հետևից գնացեք, Ռուսաստանից փող է գալիս այստեղ։ Ես տարբեր ազդակներ եմ ստանում, տարբեր մարդկանցից, ովքեր իրենց անմիջական նկատածն են ասում մեր մոտ։ Նույնիսկ որոշակի բանկերի անուն են տալիս, հայկական բանկերի, որի միջոցով դա արվում է։ Ռուսական միր կարտան փակեք, փակեք։ Հասկանում եք։ Իսկ այդ փողերի գործընթացը կարող է լինել նաև Փողերի գործընթացը ինչի համար է, մարդկանց բերում են, մարդկանց այլասերում, առնում են կոպիտ ասած։ Առնում են,
ապա քաղաքական մտածողությամբ քաղաքացիների, ասենց ասած, ծառայությունները իրենց համար առնում են, բարձ։ Բերում հումանիտար օգնություն են բաժանում։ Արա դուք ով եք, ես չեմ հասկանում։ Պետությունն ինչա թողում այդ բաները։ Ռուսաստանից, որ չգիտեմ, ձեթ ու բրինձ են բաժանում։ Լսում եք, տեսեք, Ռուսաստանը ձեզ չի մոռանում։ Արցախցիներին։ Հա։ Բայց այս բաները ինչի համար արվում։ Հենց այս տրամաբանության մեջ։ Որովհետև Ռուսաստանի հետ կապերը պետք է քրեականացվի։ Այլ ոչ թե խոսեն դե ինչու պրագմատիկ եւ այլ եւ ինչ պրագմատիկ։ Ձեռեք առել։ Չկա տես բան։ Պարոն Մերաբյան, քանի որ եկեղեցու թափանցիկության մասին խոսակցությունները միշտ ճղաձգում են նաև եկեղեցու վերնախավին, այդ ֆինանսական չարաշահումները եւ կամ ֆինանսական հոսքերը կարող են արվել նաև այդ եղանակով, որովհետեւ երբ խոսվում է կարող է, բայց դա միակ եղանակը չի, եկեղեցին չէ, որ միայն կարող է դրա համար օգտագործվել, այո, իշարած դրանց, այո, իհարկե կարող է կիրառել, որովհետեւ եկեղեցին կարևոր սուբյեկտ է Հայաստանի տնտեսության մեջ, լայն իմաստով։ Եվ անվերահսկելի է։ Այո, անվերահսկելի է։ Բայց այդտեղ աշխատում է ՎՏԲ բանկ։ Որովհետև նայեք տեսահոլովակներ, ռուս տուրիստները, այս ինչ լավ երկիր այ մարդ, գալիս ենք այդտեղ այն միր քարտը, ռուբլիները մեջը դնում ենք, մեզ միանգամից դրամ է տալիս։ Չհասկացա։ Ով ասե, որ մեզ դա պետք է։ Վաղ օրը մենք պրոբլեմ ենք ունենալու։ Այդ տուրիստի տակ ով է գալու, ով չի գալու, ով է հետևում այդ ամեն։ Այո, մենք նաև նույնիսկ մտածում ենք, այո, վիզային ռեժիմ պետք է լինի։ Մենք գանք հանգենք վիզային ռեժիմի Ռուսաստանի հետ։ Առանց միջազգային այդ իրենց անձնագրերի Հայաստան չգան նրանք։ Պետք է չգան։ Երբ վարչապետը գնում է Ռուսաստան ու այսօր էլ ասում եմ, մենք հարց լուծեցինք 15000 էլեկտրոմոբիլների քվոտայի։ Այս չեմ հասկանում, այսինքն մենք այն օրն ենք, դա նորմալ է, որ մենք այն օրն ենք, երբ որ մեր քաղաքացիների կողմից էլեկտրոմոբիլ առնել չառնելու հարցը պետքա լինի քվոտա, որը մենք պետքա լուծենք Ռուսաստանում։ Ու դրա համար ինքը պետքա գնա հասնի այնտեղ, մի հատ էլ հաչոց ստանա այն Հայաստանի դեսպանության մոտ, չէ՞։ Բայց լավ մոտեցում է, ժողովրդավոր մոտեցում է Ռուսաստանում, կարծես թե ձևավորվում, մենակ Հայաստանի հանդեպ։ Դե լավ։ Պարզա չէ, դի որտեղից է գալիս այդ ամեն։ Բնականաբար։ Ահա։ Բայց նման դրսևորումներ հա, դե հիմա այլ դեպքում չենք տեսնում։ Հիմա մի հատ էլ տարվա վերջ թե 2 օրը նույնիսկ մի հատ նորից էլի տենց հավաք կլինի, ինչ կլինի, ես չգիտեմ։ Բայց այս ամենը պետք է վերջացնել։ Շնորհակալ ես հասկանում եմ կոմունիկացիայի անհրաժեշտությունը, բայց էլ եմ ասում, մենք պետք է խնդիր դնենք հեռանալ Ռուսաստանից եւ պահել սոցիալական դիստանցիան հիգիենայի նկատառումներից ելնելով։ Պարոն Մերաբյան, փորձեմ ամփոփել, քանի որ արդեն վաղուց հասկանալի է եւ վարչապետը հայտարարում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը ազգային անվտանգությանը սպառնալիք է, արդեն հասկանալի է, որ այստեղ կուսակրոնության ուխտը խախտել չխախտելու մասին չէ հարցը, եւ նաեւ քիչ չեն խոսակցությունները, որ կաթողիկոսը ամեն գնով փորձելու է ժամանակ շահել մինչեւ 26 թվականի ընտրություններ խորհրդարանական։ Հիմա ըստ ձեզ process-ը հանգուցալուծումը ինչպիսին կլինի եւ արդյոք ավելի շուտ հանգուցալուծում կլինի թե ամեն ինչ պետք է արվի, օր առաջ այս ամենը վերջանա։ Նույնիսկ հենց այսօրվա ընթացքում։ Կլինի թե չէ, դու կապրիքը տեսնենք, ես չեմ կարող կանխագուշակություններով զբաղվել։ Բայց այո, մեր շահերից է բխում, մեր պետության շահերից է բխում այս հարցը լուծել օր առաջ։ Իսկ այո, սա սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության։ Սա ռուսական սպառնալիքի դրսևորումներից մեկն է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սա պետք է օր առաջ չզոքացվի։ Գարեգին երկրորդը պետք է գնա հանգստին, այլևս չի կարողանում կառավարել եկեղեցին,
նա այլևս չի կարողանում համարժեք որոշումներ ընդունել կապված գլոբալ կառույց հայ առաքելական եկեղեցու անելիքների հետ։ Նա պետք է հեռանա, նա պետք է գնա հանգստի։ Նա ունի հնարավորություն դա անել պատվով։ Եթե ոչ, ապա պետությունը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտական է, նույնիսկ եթե անհրաժեշտություն լինի, այո, ուժային եղանակով ապահովել ազգային անվտանգությունը։ Այսինքն ԱԱԾ-ն գնա նրա ետևից։ Դա կառավարությունը ինձանից լավ գիտի, ինչ պետք է գրված լինի դա անողի համազգեստի վրա, բայց սա այլևս անհանդուրժելի է։ Իսկ բոլոր այն դժգոհները կարող են գնալ Մագադանում իրենց նոր տարին անցկացնել, եթե իրենց դուրը չի գալիս, չգիտեմ, էլ որտեղ տենց տեղեր կան Ռուսաստանում, բայց Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների անուն չտակ։ Եվ ընդհանրապես այդ ուժերը, ովքեր այսօր դեմ են դուրս եկել Միացյալ Նահանգների հետ մեր պայմանավորվածությանը, Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացմանը, բոլոր նրանք, ովքեր ուղիղ կամ անուղղակի ձևով սատարում են միութենական պետությանը, այո, Հայաստանը պետք է աշխատի մեր արևմտյան գործընկերների հետ, որպեսզի նրանց վրա պատժամիջոցներ կիրառվեն, նրանց ունեցվածքի վրա, մեկ, երկրորդը նրանց վիզաներ չտրվի, ել եմ ասում, նրանք պետք է գնան Մագադան, նրանք ոչ թե եվրոպական կամ ամերիկյան մեքենաներով շրջեն, այլ բուդկա Մոսկվիչ, ոչ թե գերմանական կոշիկներ հագնեն կամ, չգիտեմ, եվրոպական արտադրության, իտալական կոստյումներ, այլ կալոշ եւ վատնիկ, որպեսզի իրենց ռուսամետությունը ազնիվ լինի, չէ՞։ Թշնամու շորեր չի կարելի հագնել, թշնամու ավտոներ քշել։ Թող ձեզ բարի ճանապարհ։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ, կհանդիպենք։